Լուսարավոտ եւս պետքական ողջունում ենք մեր շացելի հեռուստադիտողին եւ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին են մեզ միացել։ Այսօր ամբողջ եթերի ընթացքում մենք հենց այդպես էլ սկսեցինք հայրենասիրական իրականում դեմս Սպարապետի։ Այո, եւ 1959 թվականին մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է Վազգեն Սարգսյանը եւ այսօր նրա հետ կապված նրա մասին կփորձենք հնարավորինս շատ խոսել մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորեխոր տղան Կարեն Մելքոնյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, շատ լավ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում ու մեզ թվում է, որ Google-ում կարող ենք գրել այս կամ այն մարդու անունը, ազգանունը եւ ամբողջ ինֆորմացիան կարող ենք ունենալ իր մասին բոլոր պատմություններով, փաստերով։ Այնինչ կան բաներ թերևս, որ հարազատներ իրենց հոգու խորքում են, միևնույն է իրենց համար են։ Այո, եւ ինչպես Սպարապետն ինքն էր ասում են մարդիկ ինձ լավ չեն ճանաչում, ինձ շատ լավ գիտեն իմ նեղ շրջանակում։ Բոլորն ինձ գիտեն, ինձանից վախենում են, որպես տեսնում են որպես մորուքով, քրտնած, այսա է կերպարը այսօրվա։ Ու արդյոք ես վստահ եմ, որ կան պատմություններ, կան դեպքեր, որ Google-ով, այո, մենք չենք կարող գտնել ու հաղթանդամ մարդու մեջ իրականում կա մի փոքրիկ անկյուն, որը իրենն է ու ձերը գուցե։ Այո, իհարկե։ Մեզ համար Վազգենը ուրիշ կերպար է։ Հետագա տարիներին, երբ որ ինքը արդեն պաշտպանության նախարար 90-ականներից սկսած մեր աչքի առաջ փոխվեց Վազգենը, բայց երբ որ մենք վերադառնում ենք մեր մանկության տարիներ, իսկ իմ հիշողություններում Վազգեն Սարգսյանը, Վազգենը տպավորվել է արդեն իմ դպրոցահասակ տարիներից եւ որպես մեծ եղբայր ինքը շատ հաճախակի գալիս էր իր կապը քեռիների հետ շատ մտերիմ էր, շատ էր սիրում ինքը քեռիներին տղաները քեռիներին են սիրում այո այդպես ավանդական այդ կապը կար, բայց իր պարագայում առավել ևս եւ հատկապես ինքը շատ կապված էր իր մորական պապի տատի հետ հաճախակի էր գալիս իրենց տեսակցության եւ բնականաբար մենք էլ այնտեղ այդ տան մեջ ապրում էինք եւ մի օրինակ ասեմ, թե ինչպես էր տատս վերաբերվում, ծովիկ տատս ոնց էր վերաբերվում Վազգենին, նա երբեք Վազգենին անունով չեն հիշում, որ ասա դիմաց լինի։ Երբ Վազգենը ներս էր մտնում, տատս վերերկենում փաթաթում էր ու ասում էր Նապոլեոնը եկավ։ Կամ երկար միջանցք էր, մինչև Վազգենը միջանցքից հասնում էր զալ տատս բասկաթոռից վերերկենում, ասում էր աման գեներալս եկավ։ Իրականում արդեն կանխորոշել էր տատը։ Ցավոք սրտի, այո, նա տատս մահացավ 1987 թվականին եւ երևի թե կարելի ասել մի 3-4 տարի չբավարարեց, որպեսզի ինքը տեսներ իր խոսքի զորությունը, որ ինչ ճակատագիր ունեցավ իր առաջնեկ թոռ Վազգենը։ Երբ որ գալիս էր եւ ժամանակ էր ունենում, նաեւ բնականաբար հարցնում էր մեր դասերից։ Երկար տարիներ հայրս եւ հորեղբայրս մի հարկի տակ ենք ապրել եւ ամեն մեկը ունեն 3 երեխա, մենք մի հարկի տակ 6 երեխա ենք մեծացել։ Եվ գալիս էր Վազգենը ինքը դպրոցում շատ լավ սովորած լինելով, նաեւ ուսմանը շատ մեծ տեղ էր տալի եւ բնականաբար հենց մի քիչ ավել ժամանակ էր ունենում, թե մեզ կանչում էր, հարցնում էր դասերը ոնց են եւ այլն եւ այլն։ Մի հետարքիր մեթոդ ուներ դասերի պատրաստվածությունը ստուգելու, իհարկե ես որքան էլ որ դպրոցում լավ էի սովորում, ես գերազանցիկությամբ ավարտել եմ, բայց միևնույնն է, ծնողների անգամ այդ խստությունից զատ Վազգենի ներկայությունից, Վազգենը որ գալիս էր արդեն տե դասերը հարցնել, բոլորս լարվում էին։ Դե միգուցե կհիշեք սովետական տարիներին, առանց այն էլ ծնողները ուսման հանդեպ բավականին լուրջ ուշադրություն էին դարձնում։ Մայրիկներից հարցնում էր երեխեքից ով է լավ սովորել, այս ընթացքում ով է թերացել եւ կանչում էր 6-ից էլ կանչում էր իր մոտ։ Այն ժամանակ սուրճը մատուցելու բարակ մետաղից սինիներ կային, գունավոր ծաղիկներով եւ բան, ինքը վերցնում էր այս սինին, 4 մատը պահում էր վերևից, բութ մատը տակից սեղմած։ Պատժելու։ Չէ, ինքը դե ընդհանրապես պատժել, ջղայնանալ, բարկանալ, ինքը այնպես է, իր մի խոսքը ազդեցիկ էր արդեն։ Հիմա հերթով կանչում էր, այս սինիով խփում էր մեր գլխին։ Ինքը գիտեր ով է սովորել, դա սովորել, ով չի սովորել։ Բութ մատը երբ որ սինի տակից սեղմած էր, այդ սինին խուլ ձեն էր անում, կամ գրեթե ձեն չէր անում։ Ու ասում էր, ահա, մալացած, քո գլուխը լիքն է։ Քո գլուխը լիքն է, քո գլուխը լիքն է, հերթը հասնում էր այն չսովորած երեխեքից մեկին, այս բութ մատը տակից քաշում էր, այդ սինին զնգում էր։ Ու ասում էր, այ դու լավ չես սովորել, քո գլուխը դատարկ է։
Իհարկե մեծերը ծնողները քնների տակ ծիծաղում են, գիտեին ինչա, բայց մենք շատ ուշ իմացանք այդ բուտմատի գաղտնիքը էլի։ Բայց որպես քերմեն սիրում են, չէ՞, երես տալ, երեխեքից ում էր ավելի շատ երես տալիս, ում էր ավելի շատ այնց։ Չեմ ասում առանձնացնում, բայց երես տվողները քերիներն են իրականում։ Դե չէ, եթե Վազգենը երես տալ ընդհանրապես չէր սիրում։ Վազգենը կնստեր, գզրուցեր, հետ այդ մեծավարի, բայց երես տալ ինքը չէր սիրում։ Ինքը երես առած երեխան ընդհանրապես չէր սիրում։ Սիրում էր կարգապահ, սովորող, դասերը սովորող, այդպես ինքը երես առած երեխաներ չէր սիրում։ Այսօր քանի որ հենց ծննդյան օրն է, առհասարակ հիշեք, որ տպավորիչ հոբելյանական օր իր հետ կապված կամ դրա մահից հետո շարունակել եք նշել, հավաքվել հարազատներով։ Դե մահից հետո կարելի ասել, որ այդ ծննդյան օրը առանց իրա ինչ ծննդյան օր, բայց իր կենթանության օրոք այո առիթներ եղել են, հավաքվել են եւ ընդհանրապես ցանկացած առիթ մեր Գերդաստանում, ես նկատի ունեմ Մելքոնյան Սարգսյան այդ քերի քույր եղբայր այդ ընտանիքները երբ որ միասին հավաքվում էին, ցանկացած առիթ մի 5-10 րոպե հետո այո վերածում էր տոնի։ Քիչ առաջ որ ասում եք նյութեր կան որ կարելի է այսպես համացանցից գտնել, երևի շատերը լսած կլինեն թե հորաքույրս ինչ լավ էր երգում։ Շատ երգեցիկ։ Սպարապետն էր սիրում երգել։ Այո, սպարապետն էր սիրում երգել, բայց հորաքույրս շատ ավելի երգեցիկ ձայն ուներ ու ամիջապես մի 2-3 կենացից հետո հորաքույրս նախաձեռնությունը վերցնում էր, սկսում էր երգել ու հիմա իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր բարեկամության մեջ գրեթե բոլորը երգել գիտեին։ Առնվազն կրկներքը բոլորը միասին սկսում էին երգել հորաքրոջս հետ, միանում էին, ձայնակցում էին, իսկ երբ որ Վազգենն էր միանում կրկներքին, նախ ինքը բարձր ձայն ուներ։ Խրպոտ արդեն։ Այո, հետո զրնգում բարձր ձայն ուներ, բայց նաև, չգիտեմ, մասնագիտորեն ասած երևի տոնայնությունը բարձրից էր վերցնում, թե ինչ, հենց ինքը միանում էր կրկներքին, ամենաշատը իր ձայնն էր լսում։ Իդեպ Ձավենի իր հոր ձայնել էր այդպեսին, զրնգում բարձր ձայն ուներ։ Եվ այդպես մեր առիթները միշտ այդպես ուրախությամբ էին ասնում, իսկ վերջի ծննդյան օրը 99 թվականին էր, իհարկե 40-ամյակ էր, այդպես չնշեցին, բայց ծնունդից մարտի 5-ից մի քանի օր հետո ինքը պետքա գար տուն։ Ամեն դեպքում հորաքույրս ինչ-որ բան կազմակերպել էր իրենց Վազգենի տան զալը, շատ մեծ զալ է, հենց այդ զալով մեկ սեղանը գցել էր, բարեկամներով հավաքվել էինք, Վազգենն եկավ իհարկե մենակ չէր, եկավ այն ժամանակ զինվորական դատախազ Գագիկ Ջանգիրյանի հետ էր։ Եկավ նստեցինք, այսպես էլի, մի քանի րոպե հետո հորաքույրը սկսեց երգել, բոլորը սկսեցին երգել, մեկ էլ Վազգենն ասեց Սոֆիա ասեց, ես վերջերս ռադիոյով լսեցի Լուսիկ Քոշյանն էր երգում, Սարի սիրուն յար երգը, կարող է դրա բառերը հիշես։ Ասեց Վազգեն ջան, ճիշտն ասած չեմ հիշում, բայց քթի տակ սկսեց մտմտալ, կրկներքը հիշեց։ Երաժշտությունը լավ հիշում էր։ Կրկներքն էլ հիշեցին, բայց երգի բառերը չհիշեցին։ Այստեղ օգնության եկավ Գագիկ Ջանգիրյանը։ Ինքը երաժշտությունը գիտեր, բայց այդ քարակների փոխարեն, քանի որ բառերը չգիտեր, այսպես լա բան, այսպես ինչ որ հնչյուններով փորձեց։ Հիմա Ջանգիրյանը քարակն ասում է իբրև թե ճակերտավոր քարակն ասում է, բոլորը միասին կրկներքը երգում են։ Ու այսպես մի քանի շրջան երգեցինք, արդեն ով էր որ չգիտերել այդ քարակը, այդ կրկներքը էդել սովորեցինք ու օրը շատ լավ անցավ։ Հետո հաջորդ օրը հորաքույրը զանգահարեց ինձ, ես աշխատանքի գործի տեղն էի, զանգահարեց, ասեց Կարեն ջան, կարաս այդ երկի բարերը ինչ որ տեղից գտնես։ Դե 99 թվականները համակարգիչներ չկար, առավել եւս հեռախոսներ չկար, որ մի անգամից ասի ինչ խնդիր կա, Հորքուր ջան, ասի անպայման գտնեմ։ 1-2 օր հետո գտա այդ երգը, լսեցի, բարերը արտագրեցի, տարատվեցի, բոլորը սովորել էին երգի բարերը ու սպասում էինք, որ այդպիսի էլի մի առիթ լինի, որ Վազգենը գա ու բոլորս ասեն, տես Վազգեն ջան, այդ երգը սովորել ենք, Հորքուրի երգի մենք միանանք, բայց հետո արդեն 99 թվական ընտրություններն էր, խառը ժամանակներ, հետո ինքը դարձավ վարչապետ, այդպես էլ մենք առիթ չունեցանք։ Հետագայում այդ երգը դարձավ մեր Գերդաստանի սիրելի երգերից իհարկե, մենք եթե մի քանի տարի հետո, երբ որ արդեն մեզ փորձեցինք վերագտնել եւ առիթներին թույլ ենք տալի մեզ երգեր բան, այդ երգը անպայման բոլորս միասին երգում ենք, դրանով իսկ ոնց որ Վազգենի ներկայությունը այնպես են երգում, կարծես ինքը ներկա է եւ իր համար են երգում էլ։
Պարոն Մելքոնյան, սպարապետը շատ իմաստուն խելացի մարդ է եղել ու նա մեզ թողել է տարբեր մտքեր, խոսքեր իր կյանքի ընթացքում ձևավորված ու հիմնական մեխը թեման դա հայրենիքն է, հա, Հայաստանը, հայ ժողովուրդը։ Այ առաջին հերթին հետաքրքիր է որպես քեռի, հա, ձեր համար խորհուրդ, խրատ, որը որ մինչ օրս պահում եք ձեր մտքում եւ առաջնորդում եք նաեւ ձեր երեխաներին, ձեր ընկերներին։ Կա նման մի խորհուրդ, որը որ հենց իր շուրթերից հնչել է ձեր համար։ Վազգենի հետ կապված խորհուրդները շատ են։ Վազգենի կյանքը հենց ինքը խորհուրդ է։ Ես մի ժամանակ մեր 2000-ականներին, երբ որ թերթեր էին տպագրվում, հիմնական լրատվամիջոցը տպագիր մամուլն էր, թերթերից մեկը կարգախոս ուներ, անմիջապես թերթի վերգլխամասում գրված էր «Կարդացեք Չարենց»։ Ես հետագայում արդեն ինձ համար այդ կարգախոսը փոխեցի եւ դարձեցի «Կարդացեք Վազգեն»։ Երբ աշխատանքի վայրում կլի, տանը կլի, ցանկացած իրավիճակում, երբ որ զգում եմ ինչ-որ անելանելի վիճակ, կարդում եմ կամ իր ստեղծագործությունները, գեղարվեստական իր գրվածքները, կամ իր մասին գրվածքները, կամ իր ելույթները քաղաքական, կամ իր վերլուծությունները, հարցազրույցները, պաշտպանության նախարար եղած ժամանակ, բոլոր իրավիճակներում ինքը հարցին լուծում է տալու։ Եթե փորձես գտնել, այո, իհարկե, ինքը առաջնորդ էր, ինքը լիդեր էր, եւ հարցազրույցներից մեկում ինքը իրեն համեմատել է Շանթարգելի հետ։ Ասում էր ես նման եմ Շանթարգելի, եւ դա այդպես էլ կար։ Ինքը իր հզորությամբ ինքը Շանթարգել էր, ինքը խռով պահել չէր սիրում եւ չէր էլ սիրում։ Ուժեղ մարդկանց է դա բնավ։ Այո, ոչ, չէր էլ սիրում, որ իրենից էին նեղացած լինում։ Դե գիտեք, իրեն շատ ժամանակ ինչ որ բամբասանքներ էին հասնում, կեղծ տեղեկատվություն լուրեր էին հասցնում իրեն, ինքը դրա ազդեցության տակ միգուցե իր ընկերներից կամ հարազատներից կամ գործընկերներից ինչ որ մեկի վրա կարող է զայրանար, հետո առավել եւս որ հանգարց իմանար անտեղի ազայրացե, ինքը եթե պատրվակ չգտներել, ինքը կստեղծեր այդ պատրվակը, այդ մարդու սիրտը շահելու։ Ունեք որևէ հուշ իրենից մնացած, այսպես մասուն կասենք, մի բան, որը նայելով իրենից եք ձեզ հիշողություն մնացել։ Հուշեր կան, այո, իր գրքերից ունենք իր մակագրությամբ, իր առաջի գիրքը Հացի փորձությունը, որ նվիրեց, կան հիշողություններ, հուշեր շատ կան։ Իմ հետ կապված իմ ու իր հարաբերությունները մի քիչ այլ կերպ էր դասավորվում, որովհետև 80-ականներին, երբ որ ես ինքը Արարատի ցեմենտ շիֆերի կոմբինատի կոմսոմոլ քարտուղարներ, ես այդ տարիներին դպրոցի կոմսոմոլ քարտուղար էի ու այդպես ոնց որ այդ կոմունիտական գործընկերային անգամ, այո, հետագայում քաղաքական գործունեության ժամանակ էլ ես մի քիչ ավելի շուտ մտա քաղաքականություն եւ իր հորդորով առաջի անգամ կուսակցական եղել եմ իր հորդորով։ Մեր մտերմությունը այդպես շփումները նաև եղել են շատ ավելի ոչ միայն բարեկամական, այլև այդպես գործնական, քաղաքական տարբեր առումներով մենք շփվել ենք եւ հուշերն էլ, հիշողություններն էլ շատ են։ Այո, մենք այսօր փորձում ենք 15 րոպե տևող հարցազրույցի ընթացքում խոսել մի մարդու մասին, որի մասին կարելի է խոսել անվերջ, վստահ եմ, որ անդադար եթե խոսենք նրա մասին, մինչև օրվա վերջ մենք այս տաղավարում կնստենք։ Ցավոք սրտի մեր ժամանակը շատ սուղ է ու հիշելով նրա խոսքերից, որ կապ չունի, հա, լինի ազգը 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, կլինեն մի քանիսը, որոնք կարող են երկիրը պահել։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան այն տղերքը, կան այն հերոս տղերքը, այն ուժեղ տղերքը յուրաքանչյուր ընտանիքում։ Եվ յուրաքանչյուր արծիվ, որը հենց այս պահին կանգնած է Զորամասում, սահմանին կանգնած, նա այն արծիվն է ու յուրաքանչյուրն է իր մտքում պահում Վազգեն Սարգսյանի սպարապետի խոսքերը, հիշելով նրան, որովհետև երբ որ ես ծառայում էի, մեզ հրամանատարական կազմը, սպայական կազմը շատ հաճախ էին խոսում, պատմում Վազգեն Սարգսյանի մասին, որովհետև յուրաքանչյուրս պարտավոր ենք նրան իմանալ եւ իհարկե այս ամեն ինչ այդ ամբողջ գիտելիքը փոխանցել մեր երեխաներին։ Շնորհակալ ենք ձեզ, պարոն Մելքոնյան, որ ժամանակ գտաք եկաք, սա ոչինչ էր պարզապես։ Մենք շնորհակալ ենք, որ ձեր թանկ ժամանակը այո տրամադրեցիք մեզ։ Հուսով եմ, որ կրկին կունենանք հանդիպումներ, որովհետեւ սպարապետի մասին շատ պետք է խոսենք եւ պարտավոր ենք խոսել։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Վազգեն սպարապետի ծննդյան տարեդարձը։ Ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին, մեզ բոլորիս եմ շնորհավորում սպարապետի ծննդով։ Մեզ համար, մեր ազգի, մեր երկրի, մեր ժողովրդի համար մեծագույն նվեր էր Աստծո պարգև էր Վազգեն Սարգսյանը։
Դե ինչ, այս պահին ընդմիջվենք գովազդով, ինչից հետո կին անդրադառնալու ենք Վազգեն Սարգսյանի, որովհետև նրա ներկայությամբ եւս հիշելու ենք Վազգեն Սարգսյանի մասին, նրան անվանն առնչվող մրցանակաբաշխությանն ենք անդրադառնալու։